Պետրոսյանը նաև վերջին համագումարում խոսեց նրա մասին, որ անգամ սովետական ժամանակներում Հայաստանի կառավարությունները չեն կրակել սեփական ժողովրդի վրա։ Իսկ մեր իրականության մեջ այդպիսի ահավոր բան է եղել եւ 5 տարի եւ նրանք կարծում են, իշխանությունները կարծում են, որ արյան մեջ խեղդելով ժողովրդի ընդվզումը փաստորեն վերջ են տալու ժողովրդի այս քաղաքական ակտիվությանը եւ ամրապնդելու են իրենց իշխանությունը հավերժորեն մնալու են իշխանության տակ։ 5 տարվա մեջ փոխվել է հետեւյալը, այն, որ մենք նորից կարողացանք վերականգնել շարժումը եւ մեծ դեր են այդտեղ խաղացել, ասեմ, մարտի 1-ի մեր զոհերի ծնողները, որոնք իրենց տոկունությամբ, իրենց վճռականությամբ, իրենց նվիրվածությամբ պայքարին եւ այն գործին, որի համար զոհվել են իրենց զավակները, ապացուցեցին, որ չեն նահանջելու եւ ասում են մեծ ավանդ ներդրեցին այն բանի մեջ, որ շարժումը նորից վերածնվեց, նորից մենք պայքարեցինք ժողովրդական այս զանգվածներով, ժողովրդի ճնշմամբ մեր ազատությունների համար եւ բավականին մեծ հաջողություններ հասել ենք։ Այն, որ այսպիսի անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծել իշխանությունների կեղծիքների, բռնության նկատմամբ, դա հենց այս 5 տարվա պայքարի հետևանքն է։ Իսկ բացահայտման ուղղությամբ ստեղծվեցին մի շարք հանձնաժողովներ, որոնք ըստ երևույթին նրանց աշխատանքը ընդդիմությանը չբավարարեց եւ այս պահին նաեւ խորհրդարանում շրջանառության մեջ է պարոն Ջանգիրյանի ներկայացրած մի նոր նախագիծ, նոր հանձնաժողով ստեղծելու։ Ըստ ձեզ ինչ չի արվել եւ ինչ դեռ կա անելու այդ ուղղությամբ բացահայտման։ Ոչ մի բան չի արվել, միակ բանը որ արվել է, այս հանցագործությունը պարտակվել է։ 5 տարի շարունակ այս իշխանությունը զբաղված է եղել միայն մեկ գործով, պարտակելով, կոծկելով, ապօրինաբար ծածկելով այս բոլոր սպանությունները։ Փաստորեն մինչև հիմա ոչ ոք պատժված չի, ոչ ոք անգամ քրեական գործ որևէ մեկի նկատմամբ հարուցված չէ, որ պարզ լինի, թե ով է պատասխանատու այս սպանությունների համար։ Եվ դա հասկանալի է, թե ինչու է այդպես, որովհետև իրականում եթե կատարեն ընդհանրապես ԵԽԽՎ-ի այն պահանջը, որ բացահայտվի հրամանի շղթան, պարզ կլինի, որ այդ հանցագործություններ կատարողները, կրակողները ստացել են շատ կոնկրետ հրաման եւ այդ հրամանի շղթան տանելու է ուղիղ մինչեւ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան։